Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, այսօր պետք է խոսենք ընտրություններից, ես ուղղակի շատ մարդկանց հետ եմ զրուցել, շատերը չեն պատրաստվում գնալ ընտրության, հիմա դրա համար եմ այս տեսանյութը թողարկում, մի երկու բառով հասկանանք էլի, որ սա պարտադիր է ընտրություններին մասնակցելը։ Հիմա տեսեք, եթե մարդ կա, որ ընդհանրապես ոչ մի ընտրության իր կյանքում գնացած չկա, այս անգամ պետքա գնա, ամսի 7-ին պետքա մասնակցի ընտրության, ինչի համար, այս անտարբեր լինելը ավելի վատ է, դավաճանությունից մի քայլ է հետ անտարբեր լինելը, տեսեք, հիմա որոշվում է Հայաստանի լինել չլինելու հարցը, պետքա շատ լուրջ մոտենանք այս հարցին ու ով որ ունի մի փոքր հնարավորություն ամսի 7-ին գտնվի իր բնակության վայրում կամ գրանցման, որտեղ որ գրանցված է, որպեսզի կարողանա գնա իր տեղամասը եւ կատարի իր ընտրությունը։ Այս ընտրությունները ինչ որ հենց գնալ թերթիկ գցել չի, այս ընտրությունները դու անձամբ պետք է ընտրես։ Դու ինչ ես ուզում, դու ուզում ես կզես, թե ուզում ես պայքարես, այս սրա ընտրությունն է։ Դու ուզում ես քո հայրենիքը պաշտպանես, թե ուզում ես ենթարկվես ուրիշին, այս սրա համար է։ Դրա համար խնդրում եմ, որ բոլորը ներկա լինեն ընտրության օրը եւ մասնակցեն ընտրություններին։ Ուրեմն, հա, ինձ ասում են մեկ էլ բաում ընտրենք, մարդ չկա։ Ախր ժողովուրդ, սենց ոնց կլինի։ Հիմա տեսեք, չգիտեմ էլի ինչ ասեմ արդեն։ Եթե կհիշեք Բագրատ Սրբազանը, որ ասում ենք Սրբազանը գա վարչապետ դառնա Նիկոլի տեղը, մեզս վիճակից հանի, այնտեղ նիկոլականները ինչ էիք ասում։ Տերն ինչ գործ ունի քաղաքականությանն է խառնվել, լավ, հիմա ուրեմն ասում ենք այս մի գործարար բարերարը ընտրենք, թող գա երկիրը ղեկավարի այս վիճակից հանի, ասում եք չէ, էդի Լուկաշենկոյի ընկերն է, ասում ենք են մյուս գործարար գործարար բարերարին ընտրենք, աշխարհահռչակ մարդ է, հաստատ կարա այս վիճակից հանի, ասում եք չէ, էդ էլ Պուտինի ընկերն է, լնայք ինչ համեմատություն եք անում, Պուտինի և Լուկաշենկոյի ընկերը չէ, մերժում ենք վատնա, բայց Ալիևի ու Զելենսկու ընկերը նորմալ է, թո մնա, էդի մեր բարեկամներն են, էդի տենց, այս համեմատության համար եմ ասում, հետո ընդեղ գալիս է երկրի երկրորդ նախագահը, ասում ենք ընտրենք, փորձարու հզոր մարդ է, գա այս վիճակից հանի, ասում եք չէ, էդի հները կգան, թալանել են, հիմա էլ կթալանեն, ինչ վարկաբեկում ասես կպցնում ենք, ասում ենք լավ, գեներալին ընտրենք, թող գա երկիրը վտանգի տակ է, գեներալը ղեկավարի, ասում եք չէ, գեներալը բանա, ինչ գործ ունի, զինվորական է, զինվորականն ինչ գործ ունի քաղաքականության հետ, չգիտեմ, հիմա ինչ ասեմ, ով որ չի կարում, ձեռը չի, կարևորը մասնակցելն է, ստեղ մերն ինչն է, կարևորը մասնակցելն է, չեք կարում հներից, մյուսներից ընտրեք ոչ մեկին, դոգին ընտրեք, ես դոգի այդ քֆուրների բանի հետ համաձայն չեմ, բոլորն էլ ասում են դոգին ընտրեք, ասում են դե դոգն է քֆուր է տալի, էդի ես դրա հետ համաձայն չեմ, բայց դոգի գաղափարները սաղ հայամետ գաղափարներ է, կարակ դոգին ընտրեք, դոգը որ գա սաղին հանելու է, սաղին դատելու է, ով որ մեղավոր է, հներ նորեր չի նայելու, չեք ուզում դոգին, ընդեղ ուրիշ հնարավորություններ էլ կա, բոլորին դեմ շարժման ղեկավարը լավ հայրենասեր մարդ է, բան է առաջարկում, ասում եթե չեք կարում կողմնորոշվեք, եկեք բոլորին դեմին ընտրեք, մենք լրիվ ուրիշ սիստեմ մտցնենք, օրինակի համար եմ ասում, ընդեղ կան փոքր էլի հայրենասեր կուսակցություններ, իհարկե իրանք դժվար անցնել այդ տոկոսային շեմը չեն հաղթահարի, դրա համար իրանք չեմ ասում, կարևորը թուրքամեդերին չընտրեք, էդ է իմ ասածը, ընդեղ բացի ԿՊ-ից էլի մի քանի թուրքամետ կուսակցություն կա, նրանք շատ փոքր են, անունները չեմ ուզում տամ, մեկը իրանք չեն անցնելու, թուրքամետ մի ընտրեք, ցանկացած հայամեդին ընտրեք, ոնց ձեր սիրտը ուզում է, հիմա մեզ կարևորը այն է, որ այս կզած վիճակից երկիրը դուրս գա, նաև հասկանանք հայ ազգը ինչ է ուզում, եթե այդ 300 հոգին գալու են էլի Նիկոլ ընտրեն 200,000 հոգին, 300,000 հոգի մաքսիմում, ու դուրս գա, որ էդի է հայ ազգը ուզում, դրա համար տունը նստելով հարց չի լուծում, եկեք բոլորը ընտրեք, տեսնենք, եթե Նիկոլը ընտրվում է, ուրեմն
պետք է հասկանանք, որ Նիկոլի ասածը դառնում է երկաթից, եթե երրորդ անգամ Նիկոլը անցնի։ Ուրեմն ինքը իր ասածը երկաթից է հայ ազգի համար։ Всё, եթե թողեցիք Նիկոլն ընտրավ տունը նստելով։ Եթե ասեց կզում ենք սուսուփուս ազգովի գնում կզում ենք, արդեն էլ չես գա դու այնքան գոռա չեմ կզում, մեկը ինքը կզսնելու է։ Կներեք այդ բառերից համար։ Տեսեք, նայեք, հələ մի հատ ինչ հետարքիր բան եմ ասում, հատ ուշադրություն էլի, սրբազան, նայեք, սրբազան, բարձրակարգ կրթված մարդ, բարձրակարգ հոգևորական, մեծ բիզնեսմեն բարերար, երկու բարերարները բիզնեսմեն, հայ ազգի համար այդքան մեծ բարերար աշխարհահռչակ մեծ բիզնեսմեն, ուրեմն նախագահ, երկրորդ նախագահը, որ այդքան մեծ փորձ ունի, հսկայական մեծ կապեր ունի աշխարհով մեկ, այդտենց, նայեք, գեներալ կրթված, ուրեմն այսքանը սա ասում ենք չէ, չենք ուզում, սրանք չեն կարա երկիր ղեկավարեն, բայց չկայացած ժուրնալիստ, չկայացած դերասան, ծաղրացուները կարում են երկիր կառավարեն։ Ես ծաղրացուի, դերասանի ու ժուրնալիստի պրոֆեսիան հարգում եմ, բան չունեմ ասելու, բայց երկրի ղեկավարությունը ազգային ժողովի նախագահան առաջի դեմքն է Հայաստանի, երկրի վարչապետը, երկրի պաշտպանության նախարարը, բարձրագույն ղեկավարները ընկել են Երևանի փողոցները ծաղրացություն են անում։ Հենց իրանց արածները չեմ ասում, այսօրվա համեմատություն եմ անում, այս ծաղրացուներին այդ մյուս թեկնածուների հետ։ Ծաղրացություն չի, սենց ինչ պարտադիր է դնեն կամերայի դիմաց, սենց հարձակվեն ուտեն ինչ որ ուտելիքներ, չգիտեմ, պերաշկի ու չգիտեմ կուկուրուզու կլուբնիկ։ Բայց սա երկրի ղեկավարը սենց պետք է իրան ցույց տա իր երկրին, աշխարհով մեկ խայտարակ ենք եղել, հələ ուրիշ ալիքները նայեք, նաև Ադրբեջանի ալիքները։ Սաղ տեղերը այդ են ցույց տալ, այս Փաշինյանի փողոցային այս մոմենտները, այս ծաղրացույակա։ Խայտարակ ենք եղել, այդ կլինի ազգային ժողովի նախագահան կարա լինի նախքին չկայացած դերասանը, դառնա ազգային ժողովի նախագահ, բայց այդ հզոր մարդկանց, որ ասեցի, չեն կարա, հա, երկիրը ղեկավարեն ձեր ասելով։ Դրա համար պարտադիր, պետք է բոլորը գան, որ ազգովի մենք հասկանանք, ինչ ենք մենք ուզում, մեր ազգը ինչ է ուզում, հայ ազգը, այս կզող ազգն է, թե հայ ազգը հզոր պայքարող ազգն է, իր հողը պահող ազգն է։ Կարևորը հողն է, այս աշխարհում հողն է հայրենիքը, հողից ենք մենք, հող էլ դառնալու ենք։ Եթե այս հողը մի կտոր հողը այրունով ներծծված այս սուրբ հողը չենք պահելու, էլ վաբշե մենք ով ենք վաբշե։ Դրա համար մի հատ չի անպայման կգաք ընտրության, ով որ չեկավ ընտրության, ով չեկավ, իր ձայնը ավտոմատ տալիս է Նիկոլին, քանի որ Փաշինյանի ձեռն է սա այդ վարչական ռեսուրսը, ինչ ուզի կանի, եթե դու չեկար, քո քվեաթերթիկի հետ ինչ ուզեն անելու են, ես չգիտեմ, կանեն չեն անի, բայց հավանական է որ կանեն։ Դրա համար դու արի քո ընտրությունն արա ամեն մեկս։ Կապ չունի, որ երկրում եք այդ պլանները ձեր փոխեք, բան արեք, գոնե այդ օրը, այդ մի քանի օրը ձեր բնակության վայրում եղեք գոնե, հա։ Ընդ չգիտեմ, մարդկա ասում է ես հանգստանալու եմ գնում, այստեղ երկրի հարցն է որոշում, մարդը գնում է հանգստանալու, չգիտեմ ինչերի քեֆերի մեջ է։ Սա օր հասական պահ է, այս վերջի հնարավորությունն է պայքարելու, վերականգնելու կորուստները։ Այս խայտարակ վիճակից դուրս գալու այս երկիրը ցիրկ է դարել, ցիրկ։ Այտենց է, երբ որ ծաղրացուն իր գործը չի անում, ցիրկում մարդը ծաղրացուն ինչ համար է, որ այդպես բաներ ցույց տա, ասենց ուտի բան անի, մարդկանց ուրախացնի։ Բայց երկրի ղեկավարն է որ ծաղրացու, արդեն երկիրը ցիրկ է դառնում ու վերանում է հետո։ Էս է իմ ասածը։ Դրա համար եկեք ընտրության, վերջ, այսքան բան, էս էի ուզում ասել, հետո մնացածը կասեմ։